Պարոն Փաշինյան, մի շատ մեր համար ծնողների բարդ խնդրանք։ Գիտենք, որ ձեր մոտ անհնարին արդեն դարձել եք հնարավոր։ Սա 5-6 հազարից ավել ծնողի խնդրանք։ Ասեք, միանգամից Մեր զինվորների վերաբերյալ ցավը տանեմ, խնդրում ենք։ Այս ծառայության կրճատումը խնդրում ենք։ Եղբայր չի լինի այդ հարցը լուծել, հասկանում եք։ Եղբայր չի լինի դա լուծել։ Կարելի է մի բան ասեմ։ Ինչ որ խնդրում ենք կազմ ձևավորենք, մեր ծնողներին չհանտեսել մի հատ մենք էլ հասկանանք։ Եղբայր պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տվել, չենք կարա, այդ հարցը լուծում չունի, չենք կարա բանակ, չենք կարա ծառայության պլան կա, էլի։ Հետո գիտեք ինչ, այդ բանը հասկանում ենք, հարգում ենք, խոնարհվում ենք, ոչ մի խնդիր, բայց այդ հարցը չենք կարա լուծենք մենք։ Դա նշանակում է բանակը բան անենք, բանակի ֆունկցիոնալությունը ջարդենք, չենք կարա լուծել։ Ինչքան է մնացել ծառայությունից։ 25 թվի զորակոչվածներ են երեխեքը։ Ինչքան է մնացել։ Մի տարի դեռ կա։ Ահա, թող հանգիստ ծառայեն հետ կամ պետք չի այդ հարցը։ Պարոն Փաշինյան, սա ամեն դեպքում խտրականություն է ձևավորվում ոնց որ։ Ուղղակի խնդրում ենք։ Գիտեն, որ դա անհնարին չի։ Անհնարին է, չի լինի։ Լավ, եթե հնարավոր չի։ Տասնյակ, տեսեք, դուք տասնյակ նամակներ եք գրել, հարյուրավոր նամակներ եք գրել։ Այդ 100 պատասխան հիմնով։ Ես չեմ կարա 100-ին բոլորին պատասխան, մի հոգու պատասխանել եմ, որ այդ հարցը ներողություն եմ խնդրում, խոնարհվում եմ, գլխարկս հանում եմ, բայց այդ հարցը լուծում չունի։ Ես ուղղակի այդ հարցի լուծման մի խնդրանք, եթե հնարավոր է, կարելի է, մի խնդրանք, ուղղակի մենք այդ 5-6 հազար ծնողների մեջ ունենք մակարդակով մարդիկ, որ կարանք, որ կարա ընդունվի ու իրանց հետ հաշվինս գոնե մի բացարձակ ինչ որ մի ձև հասկանանք, որ իրականում եթե դա չի տեղավ։ Մենք ամեն դեպքում պարոն Փաշինյան կան մարդիկ, որ ամեն հաշվարկը կարող են տիրապետում են, մենք էլ ենք հասկանում։ Այդ հաշվարկը պաշտպանության նախարարությունից լավ ոչ մեկ չի տիրապետում։ Հիմա ես ձեզ ուղիղ ասեմ, հանդիպում կազմակերպենք, բայց արդյունքում եթե չի լուծվելու հարցը, գալու եք ասելու եք, եկան խոսացին, բան չարեցին։ Ես իմ փորձը կա, տենց փորձ լնում, ասում են նամակ են գրել, չեմ պատասխանում, էլի եմ ասում, ես 1-2 նամակի ուղիղ գրել եմ, հարգելի ծնող, ամենայն խոնարհումով, չի լուծում չունի այդ հարցը, պատասխանել եմ, բայց ես բոլորին հատ չեմ կարող պատասխանել։ Հիմա էլի եմ ասում, գոնե ինչ որ լավ, ինչ որ մի մոտեցում հնարավոր չի։ Երեխեքը տղերքը թող հանգիստ այս խաղաղ պայմաններում ծառայեն հետ։ Ինչ եք լարում ստեղծում, ինչ եք խնդրեմ ստեղծում։ Ես դες ուղիղ ասեմ, ինքն էլ ընտրությունների բերանա։ Մենք կուզենայինք այդ հարցը լուծեինք, որ ասենք վայ մի հատ, բայց չունի այդ հարցը լուծում, եղբայր։ Չունի այդ հարցը լուծում։ Ասում եմ հիմա եթե ուրիշ ժամանակ մտածենք որ մենք անտարբեր ենք տենց բան ընտրությունների շեմա, չէ։ Եթե այդ հարցը լուծում ունենար մենք կլուծեինք մի հատ էլ։ Չենք հաշվի ընտրության շեմա, մենք գիտենք որ Չէ, ասում եմ եթե միջամտության հարց չի, ես նամակները կարդացել եմ, գիտեմ որ հավաքվել եք կառավարության դեմը, գիտեմ, բայց պաշտպանության նախարարի հետ քննարկել եմ, այս կողմից եմ քննարկեն, կողմից էլ խնդիրա, պրոբլեմ, մենք չենք կարա ամեն ինչ sense բացահայտ ասենք։ Բանակա վերջին նրբություններ ունի, գաղտնիքներ ունի, մենք չենք կարա ամեն ինչը sense բաց փռենք, ասենք, տեսեք, այս sense է, բայց խնդիր կա, հիմա խաղաղության պայմաններում հանգիստ նորմալ ծառայում են, լարում պետք չի։ Լարում հարցը ոչ թե ծառայություն։ Եղբայրս, ձեր ազգանունը ի՞նչ է։ Պետրոսյան ազգանունը։ Պարոն Պետրոսյան, ներողություն եմ խնդրում, այս պահին չունեմ ես լուծում այդ հարցի։ Ներողություն եմ խնդրում, բոլորից հետ ներողություն եմ խնդրում, բայց էլի եմ ասում, էլի, ասենք այդ խնդրեմը միշտ կա։ Հիմա ենթադրենք ուղղակի այս մի փուլի վրա իրականում խտրականություն է, որ սա կարելի է նայել երեխեքին հավասար։ Պարոն Փաշինյան, սենց հաշվի առնենք։ Եղբայր, ես ձեզ ասեմ, ոչ, ես ձեզ ասեմ, ինչ ենք մենք 2021 թվի նախընտրական խոստում ա եղել, որ ծառայության ժամկետը պետք է կրճատենք։ Ինչ ենք կրճատել 2026 թվականի հունվարի 1-ից, որովհետև այս ժամանակա, որ պաշտպան հայրենյաց ծրագրով արդեն մենք այնքան զորակոչիկներ ունենք, այնքան պայմանագրայիններ ունենք պաշտպան հայրենյացով, որ պահին մենք կարեցել ենք անենք, մենք դա արել ենք։ Մենք ի վերջո 21 թվին դա խոստացել ենք եւ կատարել ենք։ Եվ էլի եմ ասում, միշտ էլ հասկանում եք ցանկացած որոշում աշխարհում չկան սահման որոշում։ Միշտ էլ ինչ որ մի որոշում գալիս է, մի ինչ որ մեկից եւ մարդկանց խմբից մի միլիմետր էս կողմ կանգնում է։
ցանկացած որոշում, կլինի դա սահմանամերձ գյուղերի ծրագիր, կլինի 16 միլիոնի ծրագիր, կլինի թոշակ, կլինի աշխատավարձ, կլինի առողջության, այսինքն միշտ գալիս է ինչ որ միտեղ կանգնում է։ Այդ տրամաբանությամբ գնանք չենք որոշում ներկայացնի։ Ես այդ բանը խնդրում եմ մի քիչ ըմբռնումով մոտեցեք։ Ասենք հա, տասնյակ տարիներով, ասենք գյուղում մանկապարտեզ չի կառուցվում, փողոց չի նորոգվում, ճանապարհ չի սարքվում, մարդիկ արդեն համակերպված։ Այս գյուղում մի գործ անում ես, կողքի գյուղի ժողովուրդը ասում է, ինչի նրանցը սարքեցիք, մեր չսարքեցիք։ Այս խտրականություն։ Այստեղ պարոն Փաշինյան, ոչ թե մենք Եղբայրս կամ ներողություն էլի ավարտել։ Եղբայրս Մենք չենք ասում խիպը դիրանք ծառային Ես ներողություն եմ խնդրում։ Ես ներողություն եմ։ Ընդունեք, բայց ես նույն բանն եմ ասել։ Եթե ընդունեք, մենք կհասկանանք։ Նույն բանն եմ ասել։ Եկեք մենք ինչ հաշվարկ ունենք, ինչ ենք ուզում առաջարկենք, պարոն Փաշինյան։ Ժողովուրդ լարում մի ստեղծեք, թողեք այդ տղեկը հանգիստ ծառայեն։ Թողեք հանգիստ ծառայեն։ Էսա լարում, այսինքն ինչի է հասկանում եք ծառայության մեջ գտնվող մարդիկ են։ Թողեք հանգիստ ծառայեն։ Անդադ զանգում խոսում եք, ասում եք, էսա գնալու ենք ծառայության ժամ։ Այդ զինվորները արդեն ներվերի վրա են, նյարդերի վրա են։ Դուք հասկանում եք դա ինչ հետևանքներ կարա բերի։ Այսինքն մարդը որ սպասում, հա? Սա զինվորի խնդրանք, սա ծնողների կողմից։ Չէ, բայց զինվորները գիտեն, չէ որ sense խոսակցություն է գնում։ Հաստատ զանգում են, դուք էլ ասում եք, հա, էսա մենք գնալու ենք, այս մեկը էս ասեց, այն մեկը այդ զինվորներին, հազարավոր զինվորների նյարդի վրա եք դնում։ Դա կարա հետևանքներ ունենա, պետք չի նյարդի վրա դնել։ Ես էլ եմ ասում, եթե այդ հարցը լուծվողը լինի, մենք ենք շահագրգիռ առաջի անգամ։ Ես ձեզ խոստանում եմ, որ մի հատ էլ նախարարին կկանչեմ, եթե հնարավոր լինի, դուք չեք այդ երեխեքի այդ զինվորների ծնողը, մենք ենք այդ զինվորները, որպես ծնող մի հատ էլ կնայենք այդ հարցը։ Եթե որևէ տարբերակ կա լուծելու, կլուծենք։ Մեր խնդրանքը դա շնորհակալ եմ։ Ժողովուրդ ջան, գնացինք, շնորհավոր մանկապարտ։ Քարտես։ Հանգիստ, տիկին, պետք չի։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Ես էլ ձեզ եմ։ Պատասխանեք էլ այդ նամակին։ Մի հատ էլ ինձ տվեք։ Մենք էլ համատես կտանք շատ։ Մի հատ էլ տվեք, շնորհակալ ենք։ Բայց մենք ծրագիր ունենք, պետք է գնանք, էլի կներեք։ Շնորհակալություն մի հայտնեք, ես եմ ձեզ շնորհակալ։ Եղբայր, այս պայմաններում չի ներդրում։ Լավ է։ Ես շատ շնորհակալ եմ քեզանից, վարկենիցի 30 Ժողովուրդ ջան, չէ պետք չի շնորհակալություն ասել։ Շնորհակալության կարիք, ես շնորհակալության կարիք չունեմ, դուք կարևորը լավ զգաք ձեզ, դա արդեն լավ շնորհակալություն է ինձ համար։ Համայնքի ղեկավարը ուր է։ Էլ չունենք, չէ՞ Վարդենից։ Գնացինք։ Էլում ենք հրաժեշտ տալի։ Տիկին տնօրեն, հաջողություններ եմ մաղթում։ Լավ է։